Բերեք սկսենք Իսրայելի բացատրությունից։ Ես այս մասին երեք խոսել եմ Երուսաղեմի հետ։ Իսրայելը ասում է, թե Լիբանանի իշխանությանը չի հաջողվում Հզբոլային դուրս հանել երկրից, անում ենք մենք դա։ Համապատասխանում է այս բացատրությունը իրականությանը, Շան։ Այո, նախ ասեմ, որ ուրեմն համաձայնությունը հրադադարի չի հարկվում, բայց նախին դրությամբ չէ, այսինքն երկու ստեկ չեն այդ հրադադարի խախտումի դեպքերը, ավելի շուտ միակողմանի խախտումները, որովհետև ըստ այդ համաձայնության իսրայելյան զորքերը պետք է լքեին լիբանանյան տարածքները, հետո Իսրայելը շարունակում է հրթիռագործել անօդաչու սարքերով, անվերջ շրջակայում է լիբանանյան օդային տարածքներում, ուրեմն թիրախների է խփում։ Գիտեք այն հայտարարությունը, որի դուք ակնարկեցիք, քաղաքական առումով չեմ կարծում շատ ընկալելի է, եթե նկատի ունենանք, որ ստեյության լիբանանյան կառավարությունը նաև այն կարողականությունը չունի Հեզբոլլա զինաթափելու, եթե սա համաձայնությամբ չլինի, որովհետև այլապես շատ քաոսային կլինի, եթե ներ-լիբանանյան փախուտներով լինի այդ զինաթափումը։ Եվ խորքի մեջ ուրեմն այդ համաձայնությունը պետք է կայանա Իրանի հետ, որովհետև Հեզբոլլահը բարձ է, որ Իրանի Հանրապետության ներքո գործող ռազմաքաղաքական միավոր է եւ ուրեմն Իրանի հետ այդ տածող բանակցություններում, հատկապես Վաշինգտոն-Թեհրան գծի վրա չի բացառվում, ավելի ճիշտ շատ դրամապանական է, որ նաև այս օրակարգի այս կետը ներառվել է։ Ուրեմն լիբանանյան կառավարությունից ակնկալելը, որ Հեզբոլլահը զինաթափի, կարծում եմ քաղաքականորեն շատ իրատեսական չէ։ Քաղաքական դրամապանությամբ սա ուրեմն Իրան-Վաշինգտոն տարածաշրջանային մակարդակի վրա գայանալիք համաձայնությունների կետերից մեկն է, եւ ուրեմն երևութապես նվազն հայտարարողական դեկլարատիվ մակարդակի վրա խոսվում է այն մասին, որ այս բանակցությունները մտել են փակուղի եւ կողմերը միմյանց են մեղադրում փակուղի մտցնելու առումով ուրեմն այս ընդհանուր գործընթացը, բայց չեմ կարծում, որոշ դիվանագիտական խորհուրդներ թերևս բաց են, աշխատում են այդ ուղղությամբ։ Ամենայն դեպս Իսրայելը նաև ճշտել է ժամկետ մինչև տարեվերջ, որովհետեւ Հեզբոլլահը զինաթափի եւ այս առումով շատ անորոշ է։ Լավ, այս իրադրությունը Շահան ինչ է հուշում։ Այս իրադրությունը ինչ է հուշում։ Ում ձեռքին է Լիբանանում խաղաղություն հաստատելը։ Գիտեք, որոշակի գործընթաց է սկսվել Լիբանանում, այսինքն Միացյալ Նահանգների առաջադրած տեխնազուն էր բանակի ընդհանուր հրամանատարը, որ նաև ընտրվեց Հանրապետության նախագահ, շատ լուրջ դիմադրություն կար նաև իրանամետ հոսանքների ուժերի կամ տարաբես որոշ շրջանակների կողմից եւ երկար ամիսներ ցկվում էր, այսինքն չէին հաջողվում ընդրել նախագահ։ Բարձ դարձավ, որ որոշ համաձայնություն կա եւ վարչապետի անձի նշանակումը, Հանրապետության նախագահի ընտրությունը, կառավարության կազմությունը, այս բոլոր հանգուցալուզումները, որոնք իրերահաջորդ գշույթներով իրականացան, դարաձաշրջանային մակարդակի որոշ համաձայնության արդյունք էր կարծում եմ, որին ներգրավվել էր ոչ միայն Իրանը, նաև Սաուդյան Արաբիան։ Հանուր վերահսկողը Միացյալ Նահանգներն է, շարունակում են մտալ Միացյալ Նահանգները, բայց այս գործընթացը շատ թանտաղ գշտույթներով է ընթանում, որովհետև Լիբանանը պետք ունի միջազգային ընտանիքի աջակցության եւ շինարարական աշխատանքների եւ տնտեսության վերականգնման եւ տրամադրային համագարկի վերաշխուժացման, իսկ այդ բոլոր աջակցությունները հիմնական պայմանական են, նախապայմանային են եւ առաջի պայմանը Հեզբոլլահի զինաթափումն է, այսինքն այդ ընդհանուր համաձայնությունը միջազգային մակարդակի վրա, տարածաշրջանային մակարդակի վրա թերևս Լիբանանի հերթը չի եկել, բայց կան որոշակի չափի մեջ սահմանափակ աջակցություններ, որպեսզի երկիրը բոլորովին չկանգնի, պետությունը լրիվ
չանտամալուծվի, ինչի եղել էր նաև ժամանակին։ Հիմա շատ կարևոր է ինչ է տեղի ունենում հարևանությամբ։ Օրինակ Գազայի միջազգային կայունացնող ուժերին Ադրբեջանը ի վերջո միանում է թե ոչ, ունես տեղեկություն։ Ադրբեջանը ուրեմն ոչ միայն միանալու, այլ նաև Ադրբեջանի մասին Իսրայելի կիսաբաշխոնական, ես կասեի նույնիսկ բաշխոնական, Իսրայելն էլ է ցանկացել, որ Ադրբեջանը, որովհետև Թուրքիային մերժել են, ենթադրում եմ։ Այո, այս երկությունը շատ կարևոր է, շատ ուշագրավ է, ոչ միայն Ադրբեջանը մաս կազմի, այլ նաև գլխավորի։ Այնտեղ դարբեր երկրների տեխնազուների անուններ են հնչել Ինդոնեզիա, Ադրբեջան եւ այլն, բայց ուրեմն Պաշտոնական Թել Ավիվը մի քանի անգամ հայտարարեց, որ Թուրքիայի մասնակցությունը Գարմիր քիծ է։ Իրենք չեն հանդուրժելու, որ Թուրքիայի զինված ուժերը մաս կազմեն ուրեմն այդ կայունության ուժերի։ Գիտեք, այստեղ նաև շատ հետաքրքիր է, որ Թուրքիան ամենածանր մեղադրանքներով էր հանդես գալիս ուրեմն Իսրայելի հասցեին, անգամ ցեղասպան պետություն որակել էր, նաև միջազգային հայցեր, դատական ադյաններ եւ այլն էթնիկ զդումներ իրականացնելու մեղադրանքներ։ Մյուս կողմից Ադրբեջանը բավական զուսպ էր Իսրայելի հասցեին։ Ուրեմն չեմ կարծում, որ սա Բաքվի եւ Անկարայի միջև չի համաձայնված այս ուրեմն մեղադրանքների կամ զսպվածության այս դերերի բաշխումը կարծում եմ, որ անպայման արգա է այս դեպքում, որովհետև Իսրայելը շարունակում է խորացնել իր ռազմավարական բնույթի համագործակցությունը Ադրբեջանի հետ, մինչ Թուրքիան անտես է գալիս ամենածանր մեղադրանքներով։ Եվ ոչ միայն Թուրքիան Իսրայելի հասցեին, այլ նաև փոխադարձ Իսրայելը եւս ձանրակույն մեղադրանքներ է հնչեցնում, որում նաև բոլորս հիշում ենք, որ Նեթանյահուն այդ բոլորին պատասխանելով ճանաչեց նաև հայոց ցեղասպանությունը, երբ լրակվող իրեն հարց տվեց, որ դուք մինչև հիմա չեք ճանաչել մասշտաբապես ցեղասպանությունը, ասաց ես հիմա ճանաչում եմ։ Ուրեմն նաև այս իրար ցեղասպան պետություններ, այս փոխ մեղադրանքները հնչեցին այս ոլորտում, բայց ուրեմն Թուրքիայի առաջադրվելը նաև Միացյալ Նահանգների կողմից ողջունվեց անուղղակիորեն, որովհետև Միացյալ Նահանգները առնվազն 2 անգամ ուրեմն բարձրացրեց, որ Թուրքիան կարող է շատ դրական ներդրում ունենալ Գազայի հակամարտության հանգուցալուծմանը։ Ուրեմն այս բոլոր հանգամանքները կարծում եմ պետք է նկատի ունենալ, թերևս գայունության ուժերի պաղատությունը հստակ չէ եւ այնտեղ նաև քաղաքական արևդուրեր են գնում, հատկապես Գազայի ուրեմն հետագա կարգավիճակը, ներդրումային ծրագրերը, տնտեսական նախագծերը, նաև Գազայի ամիջական ուրեմն ջրային տարածքներում ընծովյա էներգետիկ նախագծեր, ծրագրերը բոլորը քեր շահույթների մասին են խոսում եւ դրա համար նաև կարծում եմ, որ կայունության ուժերի փաղաթրությունը հետագա ծրագրերի հետ սերտ աղերսում։